Եթե նման բան մենք էլ տեսնենք, ժողովուրդս իրանք գզենք։ Անդմության որ սկսեմ թվարկել այսօր մութը կընկնի։ Ընդդիմությունը դիխել քաղաքի։ Քայրը վերցրեցին իրանց գոտին կրակեցին։ Ինչ է կարծում, ընդդիմությունը պետք է մանդատները վերցնի։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել, ուզում եմ որ խաղաղություն լինի մեր մոտ եւ մտածեն ընդհանուր ժողովրդի մասին։ Ընտրելու իրավունք չեմ ունեցել Ռուսաստանի քաղաքացի եմ, այստեղի ոնց որ գոհ եմ։ Փաշինյանին էլ թող օգնեն, ինքն էլ թող լավ կոմանդա, թիմ ունենա, լավ կլինի։ Մի քիչ թիմը մի քիչ թուլոտ են։ Մենակ այն անցածները չգան։ Ես նրանց չեմ հարգում։ Չգիտեմ, ինձ թվում է ինչքան ավելի կոնստրուկտիվ վերաբերմունք լինի մեր երկրի նկատմամբ, ավելի բոլորիս համար ավելի լավ է։ Անդմության մեծ չակերտների մեջ հաջողել։ Արդեն ընտրված են։ Ով որ Ռուսաստանի դեմ է, ես նրա հետ եմ։ Ընդդիմությունը դիխել քաղաքի։ Առաջ երդին դիխել քաղաքի։ Ու լավ կլինի, որ այդ ընդդիմության մեջ մի քիչ հայ լինի, էլի։ Դա շատ լավ կլինի։ Դուք գոհ եք իշխանությունից։ Միանշանակ։ Իհարկե, եթե համեմատում ես 30 տարիների հետ, բայց մենք են ազգնենք, որ կարանք ավելի լավ լինենք։ Ոչ։ Ես չեմ զբաղվում քաղաքի։ Իրենց որոշումը բայց ցանկալի է։ ԿՊ-ից գոհ եք դուք, որ հիմա էլի իրենք են իշխանության։ Երբեք։ Գոհ չեք ԿՊ-ից։ Մասնական ճշնամիներն են։ Պատճառը ո՞րն է։ Դա պետք է մենք։ Ավելի լավ է չվերցնի ընդհանրապես ազգային ժողով չմտնի ինքը։ Ինչու։ Ինչու, որտեղ շատ վատ բաներ արեցին, ընտրակաշառքով ընտրվեցին, մեր ձայները տարան։ Այդ դրա համար։ Բոլորս էլ գիտենք ինչու։ Իսկ գոհ եք, որ ԿՊ-ն առաջատար է։ Այո։ Ավելին պետք է լիներ իր ձայները։ Բայց ԿՊ-ին է մեղադրում, ասում են ԿՊ-ը կեղծարարությամբ է զբաղվել։ Ոչ մի դեպքում նման բան չի կարա լինի։ Եթե նման բան մենք էլ տեսնենք, ժողովուրդս իրանք գզենք, կարելի ասել այդտենց կոպի ձևով ասեմ, չէ, այդպես բան չկա։ Չէ, ես թվում է պետք է չանցնի։ Ինչու։ Այդքան խարդախություն են արել, ինչ։ ԿՊ-ին աջակցում եք դուք։ Այո։ Աջակցել եք ընտրություններին։ Նու տենց աջակցելու լավ, ընտրել եմ էլի։ Այնուամենայնիվ ընդդիմություն պետք է որ լինի խորհրդարանում, առանց ընդդիմության չի կարող լինել, այլապես մեծամասնություն են կազմում մյուս ուժերը ու կարող են ապագայում ընդունել այնպիսի օրենքներ, որոնք շատ խնդրահարույց լինեն հանրության համար, իհարկե։ Եթե նրանք եկան իշխանության ասելով, որ պետք է փոխեն այդ կոստյումը, որը ընդունված էր այլ անձի համար, բայց ոչինչ չարեցին եւ շարունակում են մեծամասնություն կազմել ամեն ինչում ու միայն իրենց ասածը տանել առաջ, իհարկե ոչ։ Իմ կարծիքով պետք է վերցնի։ Ինչու։ Եթե արդեն ուշ չի։ Դե ինչու, որով նույն հայտնի պատճառով, որ նորից երևի վերընտրություններ արվեն, երևի արդեն ընդդիմությունը հաշվի կառնի իր արած սխալները, երևի երկրորդ անգամ չի անի, այստեղ եմ կարծում։ Ինչով է այս քաղաքական ուժը հիասթափեցրել ձեզ Նիկոլ Փաշինյանը։ Որ սկսեմ թվարկել այսօր մութը կընկնի։ Վերջ տվեք, ոչ մի բան լավ չի։ Պատերազմ լինելու, չլինելու իր այդ հիմար խոսակցության հետ ոչ մի կապ չունի։ Եթե լինելու է հազար ուրիշ պատճառներով։ Իր այդ հիմար խոսակցությունները կապ չունեն։ Երևի։ Գոհ եմ։ Կարող ասեմ, շատ բարդ հարց է։ Ընդդիմությունը պետք է վերանա։ Այս ազգի մեջից պետք է վերանա։ Ինչու։ Այդ իրեք Որտեւ այդ ընդդիմություն չի, Սարգսովի բաները են, կոռուպցիաներներ են, գողեր են։ Դրանք ընդդիմություն չէ։ Դրանք գալիս են, որ նորից թալանեն ժողովուրդը։ Իսկ իշխանությունից գոհ եք դուք։ Շատ։ ինքը գոհ է, ես չեմ։ Շատ։ Ինչու։ Ինքը ստերից չի, ինքը Ռուսաստանից է եկել, Սուտ ասում։ որ բանին Որտեւ ես իսկական ընդդիմություն եմ, այդ դրա համար է գոհ չեմ իշխանություն։ ինքը սրտից խոսում է։ Չէ, չեն կարող իշխանափոխություն անհնարին է անել։ Այս ընտրություններն էլ է ավելորդ։ Ցույց են տալի իբր թե բան են անում, բայց 8 տարի ոչ մի բան չարեցին, հիմա էլ հաջորդ 5 տարի ոչ մի բան չեն անում։ Ես թոշակառու մարդ եմ, բայց ասենք 10,000-ով 20,000-ով թոշակը բարձրացնել է, դա սուտ բան է, գների այս տեմպերով աճի դեպքում այդ թոշակի բարձրացումը
0-ական։ Իհարկե պետք է վերցնեմ, բան չի համար են պայքար։ Ամեն ինչ պետք է անել, որ Նիկոլը չմնա, ես այդպես կասեմ, հետո արդեն իրանք պետք է որոշեն ինչ են անում։ Ինչով է հիասթափեցրել ձեզ Ամեն ինչով, իսկ ինչ արել 8 տարվա մեջ։ Այն որ լրիվ պատասխանատու ա եղել այդ արդեն տեսնում ենք ռեզուլտատները։ Չգիտեմ, ես լրիվ դեմ եմ իրան ու ինքը ոչ մի լավ բան այս 8 տարվա մեջ չի արել։ Միայն ժողովուրդը խառնել է իրար, ընտանիքները արդեն մարդիկ ընտանիքների մեջ իրար դեմ են։ Ոչ մի լավ բան չեմ տեսել։ Ես չէի ուզել, որ իմ երեխաները, իմ թոռները ապրեն այդ վիճակում, որ հա հետ շուրջած տեսնես թուրքի հետևից ինչ անում։ Թուրքին երբեք չես կարա դու վստահես ինձ թվում է։ Դե հիմա դժվար է ասել, են ոնց որ ասում են ոչիներին ես ուզում ոչ սրանց։ Երևի Սամվել Կարապետյանին։ Ամեն դեպքում մարդը իր աշխատանքով ցույց է տվել, որ այդքան հայերին օգնել է, էլի։ Իսկ հայերը վերցրեցին իրանց գոտին կրակեցին։ Ամեն ինչ նայում ես ցիրկը սարքել է, չէ՞։ Էջմիածինը ինքն է։ Ամբողջ պատժամկաները այդ որ առաջ մտնել չէր լինում հոտից, հիմա նորմալ ամեն ինչը ես չեմ հասկանում ոնց կարելի է այդպես մարդուն չհավատալ, որը որ բարեգործություն է այդքան արել Հայաստանի հայերի համար։ Նույն Տաշիրի համար, նույն Ռուսաստանում աշխատանքի ինքը հիմնականում ընդունում էր Հայաստանի հայ մարդկանց, հետո նոր միշտ Первоочередность ինքը տալիս էր հայերին։